Հյուսիսատլանտյան դաշինքը նոր սառը պատերազմի չի ձգտում։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այս մասին հայտարարեց այսօր Թբիլիսիի խորհրդարանական գրադարանում Վրաստանի մի շարք համալսարանների ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Մենք նոր սառը պատերազմի չենք ձգտում։ ՆԱՏՕ-ն շարունակելու է Ռուսաստանի հետ կառուցողական եւ խելամիտ երկխոսության ձգտել։ Մեզ համար ուժեղ պաշտպանական, ինչպես նաեւ զսպման միջոցների եւ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների միջև որևէ հակասություն գոյություն չունի։ Մենք վստահ ենք, որ քանի դեռ մենք ուժեղ ենք եւ տիրապետում ենք զսպման ամուր մեխանիզմներին, հնարավոր է նաեւ Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսության մեջ մտնել, նշում էր Ստոլտենբերգը։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարի խոսքով հետխորհրդային տարածքում ՆԱՏՕ-ի առաջնահերթությունների թվում է շարունակում մնալ համագործակցությունը 3 հիմնական գործընկեր պետությունների հետ։ We have reaffirmed our commitment to Ukraine, to the Republic of Moldova and to Georgia. Մենք վերահաստատել ենք Ուկրաինայի, Մոլդովայի Հանրապետության եւ Վրաստանի առջև ստանձնած մեր պարտավորությունները, աջակցել այս պետություններին օտարերկրյա ճնշումներին դիմակայելու հարցում, ինչպես նաեւ օգնել, որպեսզի դրանք կարողանան կյանքի կոչել պաշտպանական եւ անվտանգության համակարգերի բարեփոխումները, հայտարարում էր Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։ Նկատենք, որ Յենս Ստոլտենբերգի այցը Վրաստանի համար նաեւ որոշակի ներքաղաքական հնչեղություն ստացավ, ինչը պատահական չէր։ Խորհրդարանական ընտրություններն այս երկրում կայանան ուղիղ 1 ամսից, հոկտեմբերի 8-ին։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը դեռ 3 Վրաստան-ՆԱՏՕ խորհրդի հանդիպման ժամանակ էր հույս հայտնում, թե պաշտոնական Թբիլիսիին կհաջողվի ժողովրդավարական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող ընտրություններ անցկացնել։ Այսօր արդեն Ստոլտենբերգը նշում էր, որ ազատ եւ թափանցիկ ընտրությունների անցկացման համար Վրաստանը կարողացել է համապատասխան օրենսդրական բազա ստեղծել։ Georgia has made impressive progress on fundamental electoral reform. Վրաստանը տպավորիչ առաջընթաց է արձանագրել հիմնարար ընտրական բարեփոխումների ասպարեզում։ Դուք նաև կարողացել եք ամրապնդել օրենքի գերակայությունը, շարունակվում են անվտանգության եւ պաշտպանական համակարգերի բարեփոխումները։ Այս ամենը շատ լավ է Վրաստանի ժողովրդի համար, ինչպես նաև նպաստում է, որպեսզի Վրաստանը համապատասխանի ՆԱՏՕ-ի անդամակցության համար անհրաժեշտ չափանիշներին, նշում էր Ստոլտենբերգը Վրաստանի խորհրդարանում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ։ Meet the standards required for becoming a member of NATO. Բարեփոխումների թեման Ստոլտենբերգը զարգացրեց նաև Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ բանակցությունների ընթացքում, նշելով, որ անկախ այն հանգամանքից Վրաստանը կդառնա Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ թե ոչ, համակարգային բարեփոխումներն այդ երկրին օգուտից բացի ոչինչ չեն տա։ Ուժեղ դեմոկրատական կառույցները, օրենքի գերակայությունը, անկախ դատական համակարգ, օտարերկրյա ներդրողների համար ստեղծված բարենպաստ միջավայրը կարևոր են Վրաստանի համար անկախ ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումից, նշում էր Ստոլտենբերգը, դրան զուգահեռ սակայն պնդելով, որ տարիների ընթացքում Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայության աստիճանը Վրաստանում եւ Վրաստանի ներկայության մակարդակը ՆԱՏՕ-ում աճել են։ Today there is more NATO in Georgia and more Georgia in NATO.